Քանի որ պետական Թուրքիի հետ կապված օրենքի վերաբերյալ իմ հարցերը պրոֆեսոր Մելքումյանը արդեն հնչեցրեց, ես ուզում եմ առիթ օգտագործել եւ հանդես գալ մի փոքր հայտարարությամբ կամ իմ մտահոգությունները բարձրացնել մի խնդրի մասին, որը վերաբերում է հայրենի սպորտին։ Ուրեմն Հայաստանում կա մարզական լրագրողների ֆեդերացիա, որը ամեն տարի հանդես է գալիս եւ կազմում է ցուցակ Հայաստանի 10 լավագույն մարզիկների։ Ինչպես եւ ակնկալելի էր, այս տարի եւս այդ ցուցակը կազմվել է եւ լավագույն մարզիկ է ճանաչվել մեր բոլորի հպարտություն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ տրամաբանորեն այդ ցուցակում տեղ են գտել մեր մյուս հպարտությունները Միրանը, Գորը, Սիմոնը, Նազիկը եւ այլն եւ այլն։ Սակայն դա չի, որ ինձ հուզում է։ Ինձ հուզում է հետեւյալը, որ չգիտես ինչու տարիներ շարունակ մարզական այդ լրագրողների ֆեդերացիան սեփական չափանիշներով կազմելով այդ ցանկը այդ ցանկից դուրս է թողնում տրամաբանությունից դուրս է դա մեր ֆուտբոլային հանճար, մեր ֆուտբոլային դեսպան Հենրիխ Մխիթարյանին։ Անշուշտ Հենրիխ Մխիթարյանը կարիքը չունի լինելու Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում։ Բայց համեմատության համար ասեմ, որ Հենրիխ Մխիթարյան անուն ազգանունը որոնողական համակարգով փնտրելիս բերում է 9 միլիոն արդյունք, մինչդեռ միլիոններ ծախսած Բաքվի օլիմպիական խաղերի համար որոնողական համակարգը բերում է ընդամենը 2 միլիոն արդյունք։ Հենրիխ Մխիթարյանը այսօր հայկական ֆուտբոլի ոչ միայն առաջատարն է, հանդես է գալիս գերակումբում, ոչ միայն այս տարվա ընթացքում ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի լավագույն խաղացող, ոչ միայն պոպուլարիզացնում է ուրեմն հայկական սպորտը, այլ նաև անում է շատ ավելին Հայաստանի ճանաչելիության բարձրացման համար, քան 10 սպորտի նախարարություն կամ 10 туриզմի կոմիտե միասին վերցրած։ Եվ վերջին հասկանալիորեն ի նկատի ունենալով, որ իմ այս հայտարարությանը հնչելու են բացատրություններ, թե ինչ չափանիշներով են կազմվում, ես կարող եմ բերել հետևյալ հակափաստարկը։ Եթե այդ ցուցակների կազմման մեթոդոլոգիայի հիմքում դրվում է Հայաստանի Հանրապետության համար բերված մեդալը, պարոնայք, դա նշանակում է, որ նույնիսկ եթե ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը դուրս գա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, հաղթարի խմբային փուլը դուրս գա 1/8 եզրափակիչ, այնուհետ 1/4 եզրափակիչ, այնուհետև կիսաեզրափակիչ եւ կիսաեզրափակիչում պարտվի գրավելով 4-րդ տեղը եւ մեդալ չստանա, մենք այդ թիմին կհամարենք, որ ինքը Հայաստանի համար որևէ արդյունք չի գրանցել եւ պետք չի ներգրավել։ Մենք հպարտանում ենք Հենրիխ Մխիթարյանով, սա իմ ասածը, շնորհակալություն։